Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք 26-31 թվականների կառավարության ծրագիրը։ Ես կարծում եմ, որ այն բավականին համապարփակ եւ կոնկրետ գաղափարախոսության եւ գաղափարների վրա հիմնված փաստաթուղթ է։ Մենք այս փաստաթղթին բավական երկար ենք եկել 8 տարիների ընթացքում։ Այսպիսի գաղափարախոսության, այսպիսի ձևակերպված փաստաթղթի, նաև նախընտրական մեր ծրագրի անհրաժեշտությունը տեսել ենք, բայց այն որպես ամբողջություն 8 տարիների ընթացքում է դարձել։ Մենք այդ անհրաժեշտությունը տեսել ենք ինտուիտիվ եւ որոշումները կայացրել ենք ինտուիտիվ։ Երբեմն չեն եղել ինտուիտիվ, առանձին բաղադրիչներ են եղել այս ծրագրի, բայց այն ամբողջացել է հիմա։ Օրինակ, ես հիշում եմ, որ նաեւ նախորդ տասնամյակների ընթացքում 4 հանրապետության մասին շատ է խոսվել, որովհետեւ այնպես ինչպես մենք էինք ապականել նախորդ տասնամյակներին քաղաքական դաշտը, չէր եղել այդպես եւ նոր ֆորմացիայի եւ հարաբերությունների նոր կարգավորման, հարաբերությունների նոր ձևավորման անհրաժեշտություններ անընդհատ առաջանում։ Ես հիշում եմ 2008 թվականին համաժողովրդական շարժման ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջադրվել, կայքում կար sense մի պատուհան, որտեղ ասում էին, առաջարկում էր, որպեսզի կարգախոսներ առաջարկե հանրությունը, նաև համակիրները, եւ ես առաջարկել էի դեպի 4-րդ հանրապետություն։ Այն ժամանակ ես էլ էի ինտուիտիվ զգում դրա անհրաժեշտությունը, կարողա չէի կարողանում ձևակերպել, բայց տեսնում էի դրա անհրաժեշտությունը եւ ինձ ասեցին, չէ, սա կմերժվի, որովհետեւ այս շարժման մեջ հիմնականում 3-րդ հանրապետության հիմնադիր հայրերն են եւ իրենք չեն ուզի արձանագրել, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը կամ ձախողել են, կամ ամեն ինչ սխալ է գնացել, եւ այդ կարգախոսը չեն վերցնի։ Եվ քանի որ այն համապարփակ է եւ շատ ռեալ գաղափարախոսություն է մեր քաղաքական դաշտում, մեր քաղաքական հակառակորդներն էլ պետք է կամ ընդունեն այս գաղափարախոսությունը եւ ըստ այդ տրամաբանության ձևավորեն իրենց քաղաքականությունները այդ տրամաբանության մեջ առաջարկեն այլընտրանքներ կամ շարունակեն մնան դաշնակցական։ Եվ այս օրերի քննարկումները ցույց են տալիս, որ մեր գործընկերները այստեղի մնացել են այդ տրամաբանության մեջ։ Դե դաշնակցության հետ կապված ամեն ինչ պարզ է։ Մենք 20 օրերի ընթացքում մեր հորդորներով, ելույթներով անդադ ուժեղ Հայաստանին ասում ենք, դուք էլ եք ժողովրդի իշխանություն է ձևավորել, իշխանություն եւ ընդդիմություն, դուք էլ եք իշխանության մի մաս եւ պետք է այդ տրամաբանության մեջ գործենք, իրենք փորձում էին այտենց տեղավորվել այդ տրամաբանության մեջ, բայց ինչ եղավ երեք։ Նույն այս ծրագրին հակազդելու տրամաբանության մեջ Տիգրանաշենի հարցի քննարկման ժամանակ ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը ելի ընկավ դաշնակցական տրամաբանության մեջ, ինքը իրեն 20 օր պահել էր այդ տրամաբանության մեջ չընկնելու համար, բայց ընկավ, ինչու ընկավ, որովհետև ինքը երկու ելք ունի, կամ ասելու, որ այս գաղափարախոսությունը ճիշտ է եւ արտացոլում է մեր ժողովրդի պահանջները, կամ դրան հակազդել դաշնակցական տրամաբանությամբ եւ ասեց, սիրելի Տիգրանաշենցիներ, մենք ձեր տների համար միավորվեք, մենք կռիվ ենք տալու եւ պատերազմ ենք տալու։ Այս է ամբողջ տրամաբանություն, կամ 4 հանրապետության գաղափարին հակազդում են, ասում են, այդ ո՞նց է քաշվում, որ իրավական ակտով եք հռչակում 4 հանրապետությունը, բայց մի դեպք հիշեցի, այսինքն ինձ հիշեցրեցին, երբ որ Արմեն Սարգսյանի տեխնացությունն էր ստեղ քննարկում 2018 թվականի մարտին կարծեմ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը գալիս է այս ամբիոնի մոտ, եթե ցանկանում եք
այդ տեսանյութը կուղարկեմ, ինքը ասում է, մենք այստեղ ընտրում ենք ոչ թե երրորդ հանրապետության 4-րդ նախագահին, այլ մենք ընտրում ենք 4-րդ հանրապետության առաջին նախագահին։ Եվ Էդգար Ղազարյանը, որ այդ ժամանակ դեսպան էր, այն ժամանակ չէր ասում, բան, ես հետ եմ գալիս Լեհաստանից, վայր եմ դնում կուսակցական տոմսս եւ քննադատում եմ սա, թե դուք ինչ իրավունք ունեք խոսելու այս տրամաբանության մեջ եւ առհասարակ հոգնեցնում է նաեւ այդ տարածքի հետ կապված վեճերը, որոնք այստեղ կան։ Պարոն Խանդանյանը կարծեմ այստեղ խոսեց, մեզ հակազդում են, ասում են, որտեղից դուք ասեցիք 29800 քառակուսի կիլոմետր, Արտուր Խաչատրյանն էր կարծեմ այստեղ խոսում, հետո ասեցիք 29743 կիլոմետր, այդ 57 քառակուսի կիլոմետրը ում ծախեցիք, Ալիևին ծախեցիք, եւ ինձ մի օգտատեր Facebook-ով ուղարկում է 1999 թվականին, թիվը հիշեք 99, երբ որ իրենք դաշնակցական նախարար ունեին, կրթության նախարարությունը, մի դասագիրք Հայաստանի աշխարհագրություն, պրոֆեսոր Վալեսյանի խմբագրությամբ, որտեղ Հայաստանի տարածքը գրված է 29740 քառակուսի կիլոմետր։ Եվ Արտուր Խաչատրյանի տրամաբանությամբ պետք է ասենք, այ դուք դաշնակցականներդ այդ ում եք ծախել այդ 3 քառակուսի կիլոմետրը, որ գրել է 29740 կիլոմետր։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը իրոք պետք է կամ համակերպվի այն իրողությունների հետ, որ մեր ժողովուրդն է թելադրում, այն մանդատի հետ, որը տվել է ժողովուրդը իրական Հայաստանի գաղափարախոսությունը իրականացնելու, կամ մղվելու է վերջնական քաղաքական լուսանցք եւ այնտեղից դուրս չգա։ Այստեղ խոսվեց նաեւ վարչապետի ելույթում նշեց հարևան պետությունների նկատմամբ տարածքային նկրտումների հետ կապված, եթե մենք նույնիսկ մի պետության նկատմամբ ունենանք այդպիսի նկրտումներ, դա միավորել է մյուս 4 պետություններ եւ սա քաղաքագիտական եւ պատմական աքսիոմ է։ Եկեք մի հատ գնանք մերձավոր արևելք, 4 պետություն կա հարևան այնտեղ՝ Իրան, Թուրքիա, Սիրիա եւ Իրաք։ Այս պետությունները պատմականորեն մեծագույն խնդիրներ ունեն մեկը մյուսի հետ։ Բայց մի հատ գործոն կար, որ այս պետություններին սենց կոճակով միավորում էր, քրդական հարցներ։ Հենց քրդերը սկսում էին խոսել անկախության մասին, այս 4 պետությունները մոռանում էին իրենց խնդիրների մասին եւ միավորվում այդ խնդրի շուրջ։ Նույնն էլ դա աքսիոմ է, հասկանում եք, աշխարհի որ ծայրում էլ լինի, եթե կա նման խնդրեմ, որը կարող է միավորել այդ երկրներին, դու քո դեմ մեծ կոալիցիաներ ես ստեղծում, եւ ես կարծում եմ, որ մենք սա պետք է մեր գաղափարախոսությունը առաջ տանենք, հա, իդեպ իջա դաշնակցությունը սենց կռիվ տալիս, որովհետեւ իրական Հայաստանով այդ դաշնակցական ամբողջ գաղափարախոսությունը փլուզվում է, նաև իրենք չեն կարողանալու իրենց ծրագրերը իրականացնել։ Մենք շատ հաճախ խոսել ենք 004 այդ շրջաբերականի մասին, բայց ես ձեզ ուզում եմ ասել, ինձ էլ երեք էլի այս խոսակցությունների արդյունքում մեր բարեկամ օգտատերերից հուշեցին, որ 2025 թվականին դաշնակցությունը եւս մի փաստաթուղթ է ընդունվել, որով վերահաստատել է իրենց ծրագրերը 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստան ունենալու եւ Ղարաբաղը վերանվաճելու ուղղությամբ։ Այս փաստաթուղթը ենթադրում եմ, որ ինչ որ տեղից դուրս կգա, բայց ամբողջ իրենց գործելավոճը եւ տրամաբանությունը այս սրա վրա է հենվում եւ մենք պետք է շարունակենք այս ծրագիրը։ Իրականում ծրագիրը շատ լավն է, բայց դրա համար անհրաժեշտ են օրենքներ, դրա համար անհրաժեշտ են կարգեր եւ ազգային ժողովը կառավարության հետ միասին պետք է արագ դրանք ընդունի, որովհետեւ բարդ բարեփոխումները եւ բարդ փոփոխությունները անհրաժեշտ է անել ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածում
եւ հաջողություն եմ մաղթում նաեւ կառավարությանն եւ գործադիրին ծրագիրը իրականացնելու։ Շնորհակալություն։